Հրապարակ օրաթերթը գրել է. երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռևս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի հաստատմանը։ Որոշ տեղեկություններով Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ։ Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ, հետևաբար կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար, սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի։ Նա ՔՊ աշխատակազմի ղեկավար, падգամավոր ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է։ Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։ Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ահա այսպես դուք տեսնում եք, որ իշխանության գալուց առաջ խնամի ծանոթ բարեկամ մոդելին դեմ խոսացող ԿՊԱ-ականները ցեղով մտնում են կառավարման համակարգ։ Նիկոլ Փաշինյանի ցեղում էլ մարդ չի մնացել, որ որևէ պաշտոն չզբաղեցնի։ Աննա Հակոբյանն է, որ պաշտոն չի զբաղեցնում, բայց օրինակ իր նստավայրը ժամանակին կառավարության շենքում էր, հա, փողի խնդիր չունի, երբ ուզում այսպես ճտտցնում է եւ գործարարները հավաքվում են 1 միլիոն վճարում են, որ իր հետ ընտրեն, հա, եւ այսպես շարունակ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, իր ցեղը, շրջապատը, բոլորը պետական պաշտոնյաներ են։ Քավորը, Քավորի եղբայրը, դասընկերը, որը ոստիկանապետ էր, Աներձակը, որը падգամավոր է, հա, եղբոր որդին падգամավոր էր, հիմա բիզնեսով է զբաղվում դրսում, այսինքն խնամի ծանոթ բարեկամ մոդելի դեմ խոսացողները այսպես ցեղային մոդելի կողմնակից էին, փաստորեն։